Ձեր կառավարման 10 տարիները եղել են Հայաստանի Հանրապետության միացրաշրջան։ Մեկ Եղել են Հայաստանի Հանրապետության լավագույն 10 տարիները։ Մոտիկից, որի ժամանակ մեր երկիրը ծաղկել է, վերածնունդ ապրել։ Սակայն ժամանակը եւ կյանքը ցույց տվեց, որ միայն դրանով հնարավոր չէ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք ազգային գաղափարախոսություն, նպատակ, ծրագիր, հեռակա ու մոտակա ծրագրեր, որպեսզի կարողանա նախագահի կամ լավ նախագահի հեռանալով չկա պատական փողոցից անցնող ինչ-որ մեկը Նիկոլի նման ու երկիրը քանդի։ Ես ուզում եմ հասկանամ, հարց առաջին, դուք Աստծո կամքով նախագահ ընտրվելուց հետո մտադիր եք մշակելու նման ծրագիր, որպեսզի ձեզանից հետո ովքեր էլ որ գան, ինչպես օրինակ մեր հարևան Իրանում է, Թուրքիայում է, որպեսզի ոչ մեկը չկարողանա շեղել քաղաքական կուրսից, այլ տանի այն գիծը, որը մշակված է տվյալ պետության համար։ Հարց երկրորդ, ուզում եմ հասկանամ, այս էլեկտրոնային համակարգը, որ մշակված է, արդյոք դուք մտածում եք ընտրվելու դեպքում էլեկտրոնային համակարգը վերացնել, քանի որ դա չի տանում ազգերի դեպի նորմալ ապագա, այսինքն դա ավելի շատ վնաս է, քան օգուտ։ Եվ երրորդը, մտադիր եք ազգակործան Լազարոտեի եւ մյուս կոնվենցիաները, որոնք վավերացվել են այս իշխանության օրոք, դրանք վերացնեն, քանի որ երբեք չի կարող աստված լինել այն ազգի հետ, ովքեր վավերացրել են այդպիսի կոնվենցիաներ եւ ապրում են այդ կոնվենցիաներով, քանի որ դա տանում է շատ վատ տեղ եւ չի կարող մեր ազգը երբեք փրկվել։ Այսինքն, որպեսզի աստված մեզ օգնի, մենք անպայման պետք է դրանք վերացնենք։ Արդյոք դուք մտածում եք դրանք հետագայում վերացնելու մասին։ Շնորհակալություն։ Նայեք, ըստ էության հիմքում պետք է լինի մեր սահմանադրությունը։ Հարցը ուղղակի նրա մեջ է, որ սահմանադրությունը այն տարբերակով, որը ընդունվել է հիմա, ինքը բերում է լուրջ խնդիրների եւ ամենից մեծ խնդիրը հենց այդ սուպեր վարչապետության մոդելն է։ Նախագահան դարել է Հայաստանում նախագահի պաշտոնը ամենից անիմաստ պաշտոնը, իրականում ամենից անիմաստ պաշտոնը, ոչ ոք չի հասկանում, թե ինչով է զբաղվում, մեծ աշխատակազմ, շենք եւ շնորհակալություններ է հայտնում, դաշնամուր են նվագում եւ այլ։ Երևի դրա համար չարժի ունենալ այդ ամենը։ Ուրեմն մոդելը պիտի փոխվի։ Ես համոզված եմ, որ այստեղ որոշակի լիազորությունների տեղաշարժ պետք է լինի, հակառակ դեպքում մենք խնդիր ենք ունենալու։ Չպետք է գործադիր իշխանությունը որևէ առնչություն ունենա դատական համակարգի ձևավորման գործում։ Այսօր մեկ այդ թվում է, թե խորհրդարանն է անում, բայց եթե խորհրդարանը մեկ կուսակցություն ունի խորհրդարանում մեծամասնություն, ուրեմն ըստ էության վարչապետը հնարավորություն ունի նշանակել դատավորներ խորհրդարանի միջոցով եւ սահմանական դատարան եւ վճռաբեկ դատարան։ Սա մոդել է, որը բերում է միայն խնդիրների։ Սա նշանակում է, որ մեկը մի քիչ խելքը թրծրած է, հանկարծ ինչ հանգամանքներով դառնում է վարչապետ, ամբողջ երկիրն է խելքը թրծնում, որովհետև չափազանց կենտրոնացված է մեկ մարդու շուրջ։ Սա խնդրեմ է, սա փոխելու ենք։ Այլ մոտեցումներ չեմ տեսնում, որ պետականաշինության հարցում հնարավոր է այլ մոդելներ կիրառել։ Հիմա ինչ վերաբերում է տարբեր կոնվենցիաների, կան կոնվենցիաներ, որոնց իսկապես պետք չէր միանալ։ Լիքը կոնվենցիաներ կա, օրինակ Միացյալ Նահանգները չեն միացել։ Բայց մենք չգիտեմ ինչի, սենց բան առաջ ընկած, ինչ կոնվենցիա, որտեղ ինչ ընդունվում է, անպայման ուզում են միանան։ Եվ մի հատ նման մի միջազգային մի փաստաթղթի է միացրել այդ մուսի հետ կապված միջազգային քրեական դատարան կոչեցյալը միացել են մի համաձայնագրի, որի պատճառով Ռուսաստանի նախագահն չի կարող գա Հայաստան։ Պատկերացնում եք, ուրեմն Զելենսկին կարող է գալ, Ռուսաստանի նախագահն չի կարող գա։ Լավ, բարեկամ երկրի հետ, հզոր երկրի հետ, որի հետ հարաբերություններից կախված է քո ժողովրդի 80%-ի բարեկեցության մի զգալի մասը։ Ո՞նց եք սենց բաներ անում։ Ու դուք մտածում եք, որ սա հետևանքներ չի կարող ունենալ, իհարկե ունենալու է եւ քո անվտանգության հարցերի վրա, եւ քո տնտեսական հարցերի վրա։ Լրիվ ընդունելի է եւ համարում եմ, որ
ամբողջ այդ շղթան պետք է վերանայվի, անկասկած։ Եվ եւս մի հարց կար էլեկտրոնային համակարգ ես լավ չհասկացա, որ Ես մասնագետ չեմ, բայց ամեն դեպքում բացատրում էր, թե տնտեսության համար ինչքան վտանգավոր է էլեկտրոնային համակարգի մտցումը, այսինքն բոլոր բնակավարներում պետք է մտնի։ Մենք գիտենք, որ դա համաշխարհային ծրագիր է, մի հատ Հայաստանով չէ, բայց եթե մենք ունենանք ուժեղ եւ անկախ ղեկավար, ինքը իհարկե չի միանա այդ համակարգին եւ երկիրը Չէ, նայեք, երևի ինչ-որ տարբեր բաների մասին ենք խոսում, ես չգիտեմ ինքը ինչի մասին է ասել, բայց ինչ պետք է անենք, երևի խոսքը գնում է որոշակի թվայնացման մասին, հա? Թվայնացումը նայած ինչի համար ես անում։ Եթե թվայնացումը անում ես տոտալ վերահսկողություն մարդկանց վրա սահմանելու համար, սա լրիվ ուրիշ բան է, սա մերժելի է։ Եթե թվայնացումը անում ես մարդու կյանքը թեթևացնելու համար, սա լրիվ ուրիշ ռեժիմ է։ Որովհետև թվայնացումը ենթադրում է նաև հետևյալը։ Օրինակ, առողջապահության համակարգում կոնկրետ մոդել ասեմ։ Դուք ուզում եք գնաք օրինակ հիվանդանոց կամ պոլիկլինիկա։ Դուք չպետք է զանգեք, դուք միանգամից մտնում եք հավելվածի մեջ, լավ երկրներում այդպիսի մոդել կա։ Դուք բժիշկի մոտ ուղղակի գրում եք այցելության եւ ավտոմատ ձևով ձեր ամբողջ բժշկական քարտը, ձեր բժշկական պատմությունը եւ այլն, դուք սեփականատեր եք այդ պատմությանը, ձեր կոդով դա հայտնում է բժշկի սեղանի վրա եւ դուք գնում եք առանց սպասելու հստակ ժամը ֆիքսված գնում եք բժշկի մոտ։ Հասկացաք ինչ է նշանակում թվայնացումը։ Թվայնացումը, եթե դա տոտալ վերահսկողության համար չի, թվայնացումը քաղաքացու կյանքը միայն հեշտացնելու է։ Դուք չպետք է գնաք չինովնիկի մոտ, չպետք է գնաք կադաստրում նստեք, սպասեք մեկ այլ տեղ։ Ձեր հարաբերությունները պետության հետ մի այդ հավելվածով, ձեր հեռախոսով դուք իրականացնում եք։ Այսօր իդեպ ամենից թվայնացրած քաղաքը Մոսկվան է եւ հարկայինի երես չեն տեսնում գործարարները, քաղաքացին չի տեսնում։ Ամեն ինչը սենց հավելվածով։ Թվայնացումը համար մեկն են իրենք այսօր աշխարհում, Չինաստանն է բավական զարգացրել այդ ուղղությունը, եվրոպական երկրներից երևի Էստոնիան կարող է ինչ որտեղ մոտ լինի։ Ուրեմն դուք հասկացաք, չէ՞, եւ վատ կողմ կա, եւ լավ կողմ կա, եւ մենք էլ լավ ճանապարհով գնանք, այլ ոչ թե վատ։ Բարև ձեզ, բարով եք եկել Դալալիկ։ Ես բոլոր թեր ծրագրերին ծանոթ եմ, թեր երկու դաշինք է եւ մեր Բարգավաճ Հայաստան, եթե միանակ միասին, ես մեծ հույս ունեմ որ կմիանանք։ Այս դրությունից մեր ժողովրդին կհանեք, որովհետեւ սա ազնական հաշիվ չէ, սա երկրի իմիջի հարցն է։ Մենք հայ գտարնանք, թե կմնանք այս վիճվածքին, ես այսպես եմ անվանում այսօրվա վարչապետին։ Դա Թուրքի գործակալ է, կարող եք հարտական ասել, ես խնդրում եմ, այսօրվան այս հավատում ես նախարարները, սա ինչ շորսոպ է թապես սրանց կախինը, որ անկապ նախադասություններ ասելով, ոչ մեկը մեղը չի ասում, այ մեծարգով վարչապետ, թուրքն եկել լսել ամեն տարածքի վրա, դու մեկի հոամասն ես առնում, մեկին կորուպցիայի մեջ ես բռնում, կորուպցիա եթե ինքը իր կնոջ հետ գնում է, չգիտեմ, Չինաստան կամ չգիտեմ Սինգապուր, դու Սինգապուրից եղեք գիտես, գնում է իր կնոջ հետ նկարի, սեփյանի, երկու առավ, նստա վիրևը նկարված, մեզ արժի 37 միլիոն դոլար, այդ ինչքան կորուպցիա է, եթե մեկը պարզոր բան առնում, ավտոմատ, պարզոր չի առնում, ես այդ ուղեղով ոչ աշխատում, հələ մասնա նախարարներին նայում, որի առողջապահության նախարարը կրթություն չունենա,
Կայպես է նախարար։ Չկա։ Որը կոնչի գուտելով իրա վարչապետի հետ, թուղթեր հետ դա ուդու։ Կուկուզներ կրտելով ինքի տևը պարում բա։ Հրմա թող պոլիկիլանը կաները մտներ կամ հիվանդանոցները։ Տեն իրա հաստայրի ինչ են ասում։ Չգիտեմ ամեն ինչ։ Հուշը մտած մատը գնում է կանում է հերթի իսկական ով որ առողջություն ունի, նա հերթ է կանում։ Գոնե տարբերություն դներ, թե մարդկա իսկական հիվանդ է, մարդկա չնայած, սա ես վերադական եմ ասում։ Իմ ասելն է պարոն Քոչարյան, դու կյանք տեսած ուղի անցած մարդ ես, եկել ես, որպեսզի այս նախարարներից մի հատ գիտեմ որ կմիանաք, 3 հատ այդ ուղիղներ դուք կաք, ես շատ լավ գիտեմ, Գայիկ Ծառուկյանն մեր Սամվել Կարաբեջյաններ միացեք, այնպեսի կառույց ստեղծեք, այնպեսի նախարարություն, որոնք անցած ճանապարհ ունենան, գյուղատնտեսություն իմանան ինչ բան է, հիմի գյուղատնտեսություն կա, եթե դու տարվա գյուղատնտեսություն դարարի գու, հիմի տնես խաղը վարդու, ավելուկի քոք իրարի չի ջոգում, էկոնոմիկայի նախարարը Պաբոյան է, պաշտպանության նախարար քան ակադեմիա բոլոր կառույցները տեղին, ես գիտեմ դուք կանեք, միացեք մեր Սաղաթելյան, մեր երկրատի ոսկե թաթի Միլասյանը, շատ լավ գիտեմ, իրա հայրիկին են, տնողներն են, ոսկե թաթի Շնորհակալություն։ Շնորհակալություն, ապրեք։ Նայեք։ Կոռուպցիայի վերաբերյալ, քանի որ հնչեց, պարտքը հասցրել են պետական պարտքը 15 միլիարդ դոլարի։ Հիմա ես մի համեմատություն բերեմ Լինսի ծրագրով ամբողջ ծրագրի գումարը եղել է մոտ 230 միլիոն դոլար։ Այդ 230 միլիոն դոլարով այնքան բան է կառուցվել, որ ես կարող եմ մի շաբաթ գնալ եւ ցույց տալ Երևանում, Աղետի գոտում, այլ դպրոցներ, փողոցներ, կամուրջներ, թունելներ, շենքեր, ինչ ասես չենք սարքել 230 միլիոն դոլարով։ Լավ, ինֆլյացիան բանը վերցնեք, այն ժամանակվա գները թող դառնա 400 միլիոն դոլար։ Դուք 8 միլիարդ դոլարով պարտքը ավելացրել եք, հասցրել եք 15-ի։ Ինչ եք սարքել 8 միլիարդ դոլարով։ Կարելի էր այս երկիրը դրախտ սարքել այդ պարտքերով։ Ուղղակի համոզված եմ, այդ գումարի մի զգալի մասը մխսվել է, գնացել է անհայտ ուղղություններով, համոզված եմ ինչ որ կրիպտո կոշելյակներով, հիմա այդ բանն է, չէ, այդ կրիպտոյի մեջ են մտել, որ հետքեր չթողել։ Չեմ կասկածում դրա մեջ, բայց մեկ է տեղը գտնելու ենք եւ հետ ենք բերելու։ Բանը չի անում, տենց կարտոֆել են ուտում, իբրև ժողովրդի մոտ ենք։ Եթե կարտոֆիլով ժողովրդի մոտ ես ուզում լնես, պարտիվավճարով էլ ժողովրդի մոտ եղիր։ 7-8 միլիոն միայն նոր տարվա նվեր են ստանում նախարարները պարտիվավճարի ձևով։ Կիսվեք ժողովրդի հետ, մենակ հո կարտոֆիլ կուկուռուզ ուտելով չի։ Համաձայն եք։ Հարգելի նախագահ, հարգելի նախագահ, հարգելի հյուրեր, հարգելի արմավիրցիներ, եւս մի քանի օր եւ հայոց արժանապատիվ ազգը ազգային փոքրամասնությունների, եզդիների, ռուսների, հույների, ասորիցիների հետ կշրջի մեր պատմության այս ողբերգական 8-ամյա էջը, որի մասին այլևս կկարդանք դասակարգերում։ Խոսեմ կարճ, այս տարիները մեր պատմության մեջ կմտնի սոսկալի ու սահմռեցուցիչ, ամմոտալի ու ստորացուցիչ մի դառը անփառունակ ժամանակահատված, որքան այրուն ու արցունք հոսեց, որքան տառապանք ու զրկանք կրեց մեր ժողովուրդը։ Հատուկ ուզում եմ նշել, որ ողջ իշխանական ապարատը չնչին բացառություններով համայնքի ղեկավարից մինչև վարչապետ, իրավապահ ատյաններից մինչև ԿՊ-ական պատգամավոր, ԿՊ-ական ոչ կառույցը իր համակիրներով մի մարդու նման լսում, կատարում են այս անձի գրեթե բոլոր հրամանները։
քզնանկը ժողովրդությունը հասել է այն աշխանի, որ Նիկոլին դարձրել են նախկին ժամանակների մերձավոր արևելքի փադիշահ մարգարե 20-րդ դարի 30-40-ական թվականների մայր հյուրեր։ Որն է ելքը, որ ժողովուրդը համախմբվի ազգին ընտրի ներկայիս ստեղծած սոցիալ-տնտեսական միջազգային ծանր իրավիճակում ուժեղ առաջնորդ, որը լինի հաշվենկատուր շրջահայաց, ունենա մտքի զգաստություն, դրսևորի մեծ կամ, քաղաքական համոզվածություն, դիվանագիտական բարձր կուլտուրա, որպիսի կարողանա շրջանցել բազմաթիվ որոգայթներ իշա հարազատ ժողովրդի հայրենիքի։ Այսօր մենք բոլորս միահամուռ գտնում ենք, որ նման արժանավեր ղեկավար, նման առաջնորդ հանդիսանում է Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահ, Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության վարչապետ, 1 տարի անց Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Սեթրագի Քոչարյանը։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենասերներ, մեր երկրում ստեղծված այս ծանր կացությունը ոտքի է հանել մեծ հայրենասերին, նա գալիս է իր թիմով, իր համակիրներով ցրելու 18 թվականի դեկտեմբերից առ այսօր երկրում դիվային ապազգային օրենքներ ընդունող ազգային ժողովին ձևավորելու նոր կառավարություն, հիմքը դնելու մեր երկրի նոր պետականության։ Ես ուզում եմ հատուկ շեշտել, որպես արմավիրցի 90-ական 88-ի շարժումով 90-ականների այն հերոսական սերունդին, որտեղ մեծ դեր ուներ նաև Ռոբերտ Քոչարյանը։ Հիշենք 90-ի սկզբին, որպես պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, նա կարողացավ հիմքը դնել Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության մայրուղու։ Որպես Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ եվրոպական բարձր ամբիոնից ամբողջ ազգի անունից ողջ սփյուռքահայության հետ միասին հնչեցրեց մեր ցեղասպանության հարցը։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, ես ինքս իմ համակիրներով գտնում եմ, որ մենք բոլորս այդ օրը հունիսի 7-ը մեզ համար ոչ թե սովորական ընտրության օր պետք է լինի, այլ քննասենյակ մեր ազգի ժամանադրության պահն է իր խեղճի, իր պատվի հայրենիքի հանդեպ։ Մենք բոլորս այսպես ասած յուրօրինակ քննություն ենք տալիս աշխարհի առջև, առաջադեմ մարդկության առջև, մեծ Ռուսաստանի առջև, գալիք սերունդների առջև, մեր ապրելու, գոյատևելու հացի խնդրի առջև։ Եվ ամենակարևորն այն է, որ բոլորս հասկանալով այս ամենը ճիշտ գնահատենք իրադրությունը հունիսի 7, ինչպես նշվեց, համար 17, միասին կարող ենք, միասին կարող ենք։ Որպես տարածաշրջանի բնակիչ նշեց նաև Արզվիկ Մինասյանը հարկերի հետ կապված բոռոկման ջրի պահով։ Ես խնդրում եմ ուշադրությամբ լսեք, Ախուրյանի ջրառից ջուրը գնվում է 80 լումայով, իսկ տեղերում մաճարվում 11 դրամով։ Արդյունքում հեկտարի դիմաց 20-ից 40 հազար դրամի փոխարեն գյուղացուն վճարում է 100-ից 150 հազար դրամ։ Իսկ ջոմերը միջանկյալ կառույց են ուրճացած հաստիկներով, որի մնալը անհարիր է ժողովրդի համար։ Երկրորդ հարցը ինքնակամ շինությունների հարցը, գյուղերում շատ շինություններ կան, մարդկանց տնամերձերում, եթե քաղաքում էլ նույնպիսիները կան, ապա եթե ճարտարապետական ստանդարտներին չեն վնասում, անհատույց սեփականաշնորհվեն, հարգելի նախագահ։ Եվ ևս մի փոքրիկ հարց, բերքի իրացման խնդիրը մեր տարածքում երաշտկար գդահարություն շատ է լինում, ժողովուրդը ցանկանում է, շատերի կարծիքն է, որ պետական հովանավորությամբ մասնավորի հետ ստեղծեն գործարաններ, լինի պետական երաշխավորված գին, որպեսզի մարդիկ կարողանան այդ աղետի պատճառով
ցածր տոկոս կազմով բերքը, որը հազարավոր տոննաները իրացնեն։ Շնորհակալություն։ Նայեք, մեր ծրագրային դրույթերի մեջ են ռոռոկման հարցը ես անկեղծ չգիտեի, որ հիմա այդքան թանկացել է ռոռոկման ջուրը։ Որտեվ բանը ես այն ինչ որ դուք հնչեցրեցիք, մի հեկտարի վրա կրկնակի ավել եք հիմա գումար տալիս, քան եղել է 15 տարի առաջ։ Մոտարապես կրկնակի։ Ուրեմն վերանայվելու է ուղղակի մի կասկածեք, ինչ վերաբերում է մթերման բոլոր այն հարցերին մեր ծրագրերում ֆիքսված է եւ դա անելու ենք։ Հանգիստ։ Շինարարությունները ես մեկ զարմանում եմ, դու պիտի ուրախանաս, որ գյուղացին ինչ որ բան է սարքում իր բակում։ Դու պիտի ուրախանաս, խրախուսես, ոչ թե գնաս գլխին կաղնես, հալա մի հատ էլ տուգանես, հալա տեխնիկայել բերես, եղածը քանդես։ Հակառակը հեշտացրու, օրինականացրու, հեշտացրու, ուրախած, որ դա արվում է, դա Երևանի կենտրոնը չի, որ ասենք սենց այնքան խիտ կառուցապատված է, որ մարդիկ իրար հետ սենց կռվի մեջ է մտնում, ընդեղ էլ կաշառքներ են վերցնում, օրինականացնում։ Հանգիստ ողեք գյուղացուն, ուրախացեք, որ գյուղացին, եթե մի ինչ-որ գոմա սարքել, մի փոքր մի բան արել, Սրանք մենակ քանդելուց են։ քանդելուց շատ լավ են, ասեմ շատ լավ են, գործը քանդելուն վերաբերվի ամեն ինչ, ինքնությանը սկսած եկեղեցուց, և ամեն ինչ տեսնում քանդում են։ Ռուսական բան կա, ասում լամատնի ստրոյից, սենց մի արտահայտություն կա, որ քանդելը հեշտ է։ Կառուցելու համար ինչ պիտի անես, նախագիծ պիտի լինի, ինժեներները պիտի հաշվեն, այդ սա հաշվարկներ եւ այլ, քանդելու համար հաշիվ չկա, լոմը վերցրիր կամ բուլդոզերը գցիր, հողը հետ հավասարեցրիր։ Այդ դրա լավ են անում։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։